Աշխատանքային օրվա ավարտին նկատում եք պարանոցային հատվածում ցավ, իսկ ձեռքում թմրածություն, նշանակում է ձեր օրգանիզմը հուշում է որևէ խնդրի առկայության մասին։ Նստակյաց աշխատանքը եւ պասիվ կենսակերպը հաճախ հանգեցնում են պարանոցային հատվածում մկանների մշտական սպազմի։ Արդյունքում վատանում է արյան շրջանառությունը, իսկ երբեմն սեղմվում է նյարդը։ Ի հայտ են գալիս հետևյալ գանգատները։ Պարանոցի ցավ, որը կարող է ճառագայթել դեպի միջթիակային հատված, դեպի ուս, ձեռք, ծանրության զգացողություն, հաճախակի գլխացավեր, գլխի շարժումների սահմանափակում, շարժման ընթացքում ձգվածության զգացողություն։ Այս ամենը հաճախ վկայում է ոչ միայն ողնաշարային խնդիրների, այլ նաև ողնաշարի պարանոցային հատվածում մկանների մշտական սպազմի մասին։ Վերականգնողական բուժումն ուղղված է մկանային լարվածության և սպազմի նվազեցմանը, դիսբալանսի շտկմանը, ինչի արդյունքում էլ բարելավում են շարժումները։ Այս ամենին մենք սովորաբար հասնում ենք 2 շաբաթվա ընթացքում։ Խնդրին վաղ անդրադարձը, մասնագետին դիմելը, ախտորոշվելը և ժամանակին բուժվելը կանխում են մի շարք հետագա բարդությունների առաջացումը։ Առողջ եղեք։